The community. Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ Մենք գտնվում ենք Ալաբասասում, Ալբերտի մոտ ենք եկել։ Թե ով է Ալբերտը, այսօր ես ձեզ ամբողջովին կներկայացնեմ նրա կենսագրությունը, ինչով է զբաղվում, խի ենք եկել Ալբերտի մոտ, ինչն է մեզ բերել Ալբերտի մոտ, այդ ամենը կիմանանք, բայց եկեք սկսենք սկզբից։ Նախ ողջույն Ալբերտ։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ուզում եմ դու պատմես մեզ, որտեղ ես ծնվել, ինչ ընտանիքում, ինչպիսի երեխա ես եղել, կարճ պատմի, որպեսզի իմանանք որտեղից ես դու գալիս, որտեղից են քո արմատները գալիս։ Ես Ալբերտն եմ Գալստյան, ծնվել եմ Երևանում, կյանքիս շատ մեծ մասը ապրել եմ Երևանում, ծնվել եմ շատ լավ ընտանիքում արվեստագետների, արվեստ սիրող մարդկանց։ Դպրոց ավարտելուց հետո ընդունվել ես համալսարան։ Նախ ասա որտեղ ես ընդունվել։ Ընդունվել եմ Հայաստանի Հանրապետության ճարտարապետական համալսարան։ Մասնագիտությամբ ճարտարապետ ես։ Ճարտարապետ եմ, այո։ Այդ մասնագիտությունը ընտրել ես, որովհետև դուրդ եկել է, թե ձեր ընտանիքում կար մարդ, ով զբաղվում էր ճարտարապետությամբ։ Չէ, ընտանիքում չենք ունեցել մարդ։ Ոնց որ երևի թե որ ասեմ թե ես երազել եմ սաղ կյանք ճարտարապետ դառնամ սուտ կլինի։ Փոքր ժամանակ տենց լեգոներով բան շատ էի ինչ-որ բաներ սարքում անում, տենց մամաս հատ էս նայում էր, ասում էր, որ այս երեխեն մեծանալու ճարտարապետ դառնա, մեծանալու ճարտարապետ դառնա։ Ես տենց ասում եի, չէ, ես պետք է մուլտիպլիկատոր դառնամ, չգիտեմ ինչի, տենց երևի տենց տարիքի հետ կապված մուլտիկներ տենց շատ էի սիրում, մուլտեր ու տենց լավ նկարում էի շատ։ Հետո որ արդեն այդ ժամանակներ որ պետք է ընդունվեի ինստիտուտ, ոնց որ հասկացա, որ այդքան էլ բան չի, ավելի չգիտեմ, որոշեցի ճարտարապետ որ պետք է դառնամ, իսկ ճարտարապետ դառնալու այդ ընթացքում երբ որ սովորում էի, հասկացա, որ ուզում եմ աշխատեմ ու քանի որ ճարտարապետությամբ հենց աշխատելը ոնց որ շատ ավելի բարդ է, որտեղ դու չունես փորձ, քեզ ոչ մեկ չի վստահ ինչ-որ տուն գծես կամ ինչ-որ շենք գծես, գործի խնդիր ինձ թվում է այդքան չկար, ինչքան վստահության, երբ որ նոր ավարտած կամ նոր սովորող ինչ-որ երեխա այսպես ասած, ոչ մեկ չի վստահ իր տունը գծեն, որովհետև այնտեղ կա շինարարական հարցեր լիքը, ոնց որ փորձ է պետք, որ կարողանաս դրանով զբաղվես, իսկ քանի որ ես այդպես շատ էի ուզում աշխատեի, իմ գումար ունենայի բան, Դե որոշեցի ավելի շատ ինտերիերերով զբաղվում, որտեղ ինտերիերը մարդիկ կվստահեն ու կտային ու տենց առաջի կուրսից հենց ոնց որ պատվերներ եմ վերցրել, տենց տունը արել եմ փոքր ու մեծ պատվերներ տարբեր, բայց տենց 2000 ոնց որ 4 թվականից որ ընդունվել եմ ինստիտուտ, այդ ժամանակվանից ինչ որ ինտերիերի պատվեր եմ արել, ու երբ որ արդեն ինստիտուտը ավարտում էի ու դրանից հետո ոնց որ արդեն հասկացա, որ ահագին մեծ կլիենտուրա ունեմ, որոնք մարդիկ ովքեր ճանաչում են, ովքեր իմ հետ արդեն աշխատել են, ու ոնց որ ավտոմատ այդ ճյուղը ոնց որ բռնեցի ու ավելի այդ մասով ոնց որ զարգացա, ինտերիերի մասով զարգացա։ 4.5 տարի առաջ տեղափոխվել ես Միացյալ Նահանգներ։ Մինչև Միացյալ Նահանգներ տեղափոխվելդ ինչով էիր զբաղվում Հայաստանում։ Ունեիր ինքդ արդեն հիմնած քո բիզնեսը, գործը լավ էր, թե լավ չէր, ինչ եմ հարցնում։ Որովհետև այստեղ մեզ հաճախ հարցնում են, չէ՞։ Բա որ ձեր գործը այնտեղ լավ էր, ինչ եք եկել ստե։ Հիմա ես քեզ եմ հարցնում։ Գործդ լավ էր այնտեղ։ Հա, շատ լավ էր։ Բա ինչ ես եկել ստեղ Ալբերտ։ Այդ հարցին ես էլ եմ ինձ շատ տալի, այդ հարցը։ Այդ հարցի պատասխանը շատ տարբեր է իմ մոտ ու ոնց որ շատ լիքը բաներից է ինքը բաղկացած ոնց որ այդ հարցի պատասխանը։ Մի հատ տենց պատասխան չի, բայց երևի թե դրա պատասխանը առաջի այնա, որ երբ որ 2016 թվականին առաջի անգամ որ եկանք կնոջս հետ ստեղ տուրիստ, ոնց որ Նյու Յորք գնացինք, առաջի անգամ ես Նյու Յորք ենք իջել, ոնց որ տենց այդ առաջի օրը որ տես Նյու Յորքում քայլում էի կնոջս հետ,
հենց այդ օրը որոշեցի որ 100% ես այստեղ եմ ապրելու, այստեղ։ Vibe-ը դուրը եկավ։ Հա, դες չեմ կարող ասեմ ինչը դուրս եկավ, դենց իմ երազանքներ Նյու Յորքը, որ պետքա Նյու Յորք տեսնեմ բան, ու հենց այդ օրվանից ոնց որ 100% որոշել եմ, որ ես պետք է այստեղ ապրեմ, հենց այդ օրը։ Ու կինս էլ ոնց որ էլի կինոց դուները շատ եկել, բայց ինքը չէր ուզում, ասում էր չէ, ես Հայաստան եմ ուզում մնամ, բանս է։ Մի խոսքով, հա, Հայաստանում ունեի տարբեր բիզնեսներ, Հայաստանում միջև հիմա ունեմ մեծ օֆիս ինտերիերի ու ճարտարապետության, այտենց։ Մինչև հիմա առանց քեզ աշխատում է։ Հա, մինչև հիմա աշխատում է, այնտեղ պարտներ ունեմ, ով այդ սա ղեկավարում է, ով սա աշխատում է։ Այտենց, ես չեմ նես չի որ այնտեղ իմ կյանքը ինչ-որ վատն է եղել, ես իմ մոտ դաժե հակառակն է եղել, որ տեղափոխվել եմ այստեղ, զերոյից եմ սկսել, ավելի ցածր ստատուսի եմ իջել, շատ ավելի դժվար է եղել իմ համար, քան որոշ մարդկանց համար։ Ես ուզում եմ այդ հարցը տվողներին, ովքեր հաճախ տալիս են այդ հարցը, այսպես պատասխանեմ։ Ժողովուրդ, երբեմն գումարը չի խնդիրը, երբեմն լավ ապրելը չի խնդիրը։ Երբեմն ուղղակի դու ինքդ ուզում ես տեղանքը փոխես, ուզում ես կյանքիդ ուրիշ գույն տաս, հոգնում ես նույն տեղում լինես, ուզում ես ինչ-որ հետաքրքիր փորձությունների մեջով անցնես, որովհետև յուրաքանչյուր փորձություն քեզ նաև դաս է տալիս։ Մենք մեր սխալների վրա սովորում ենք, մեր թերությունները շտկում ենք, երբ որ դժվարությունների մեջ ենք լինում, այնպես որ ամեն անգամ չի, որ փողն է կարևոր։ 4.5 տարի առաջ եւ Միացյալ Նահանգներ եկար։ Որտեղ էիր ապրում։ Եկել եմ Գլենդել, դե ես երբ որ տեղափոխվել ենք այստեղ, 4 անգամներ որ գալիս էի, տենց հաճախ գնում գալիս էի որպես տուրիստ, հետո 4 անգամ արդեն ոնց որ հիմնովի եկա ու մնացի, ապրել եմ սկզբից որ եկա մենակ եմ եկել, հետո ընտանիքս մի ամիս հետո եկել եմ, ոնց որ ասի ես գնամ այդ տուն վարձեմ այդ ամեն ինչը կահույք բան, դասավորեմ միջև դուք գաք, սկզբից դե հոթելում եմ մնացել, վատ ինչ որ տենց մոթելում, են կինոների մեջ են մի հարգանից sense որ գնում այդ վատ տեղերից։ Դրանից հետո հորքուր ունեմ ստեղ, ում շատ սիրում հարգում եմ, ինքը ոնց որ իր հարևանը, իր տան հենց կողքով որ ապրում էր Գլենդելում, ոնց որ տենց ազատ տուն էր, ինքը տենց շուտ որ իմացա որ եկել ենք բան, շուտ կազմակերպեց զանգեց այդ տանտերին, ասեք եկեք դեր վեշերը հավաքեք, աղբորոս տեղ են նայեք, պետք է ստեղ մնա բան, ասենք ասենք այդ մարդիկ իսկ այդ տունը վարձով չեն տալի։ Դες մի խոսքով համոզեց այդ տունը վարձով տվեցին։ Մի տարի տեղ ենք ապրել, մի քիչ ավել երևի, Գլենդելում էր, հենց ու այդ տունը ոնց որ մեր բախտը շատ բերեց, որ դպրոցի երեխեքի դպրոցը որտեղ պետքա տային երեխեքին, հենց կողքն էր, ոնց որ ոտի ճանապարհ էր։ Մի տարի այդտեղ ենք ապրել, հետո մի երևի 2 տարի էլ տեղից մի քիչ վերև ոնց էլի Գլենդել ուրիշ ապարտմենտում ենք ապրել, հետո նոր տեղափոխվեցինք Escom West Hills։ Իսկ եղել են դժվարություններ, ինչի ես հանդիպել, օրինակ ինչպիսի դժվարությունների ես հանդիպել։ Աշխատանք հեշտ գտար։ Չէ, աշխատանք իմ պարագայում ոնց որ աշխատանք գտնելի չէ, պատվեր գտնելն ավելի շատ, որը նույն ձև խոսքի առաջի իմ ստեղի պատվերը, իմ Հայաստանի պատվիրատուն, ասենք ինձ Հայաստանից տեղ խորհրդատվել իր անկերոջը առաջի պատվերը, ասենք տենց գնացել եմ այդ մարդիկ ոչ այդ Հայաստանի իմ ընկերոջը այդ մեր պատվիրատուին գիտեին, ոչինչ գիտեին, պրոստը ոնց որ այդ մարդը իմանալով որ ես Հայաստանից տեղափոխվել եմ ստեղ ու տենց հիմա ստեղից պատվերներ եմ պետ բան, ասենք այդ տղեն զանգել է ստեղ մի հատ ինչ-որ ծանոթի ով գիտի որ ինչ-որ ռեստորան են ռեմոնտ անում, բանում Գլենդելում Eden ռեստորանը ու այդ ռեստորանի տիրոջ հետ ինձ ծանոթացել է ոնց որ տենց ընդեղից ստեղ որ մենք իրար հետ աշխատենք։ Ալբերտ, ուզում եմ խոսել մի հատ շատ թե այն թեմայից, ինչը մեզ վերել է քո մոտ։ Ես գիտեմ, որ դու շատ լավ մասնագետ ես։ Ես այսօր քեզ էլի ասել եմ, որ մի քիչ շատ խոսես դրա մասին, որովհետև դու շատ լավ գործեր ես անում, բայց ամենակարևոր փաստը, որ մեզ վերել է քո մոտ, քո 4 աղջիկներն են։ Նախ ասա ինչ զգացողություն էր քեզ համար 4 աղջիկներից հետո ունենալ 1 տղա։ Ճիշտը որ ասեմ, սաղի մոտ այն կարծիքն է, որ մենք ինքան ենք երեխա ունեցել, մինչև տղա ունենանք, բայց չէ,
Այն մատ տենց անեկդոտ կա, որ մենք ուզում ենք ընդամենը լավ ժամանակ անցկացնել։ Բայց դա կանես։ Այսինքն որ տենց մեծ չէր, որ ուզում ենք տղա ունենենք, դրա համար 5 երեխա ենք ունեցել, որ 5-րդն էլ աղջիկ կլներ, լրիվ օքեյ ենք, այսինքն բան մեծ չէր, որ կներվենք կամ բան։ Ես էլ կինս էլ ահավոր շատ սիրում ենք երեխեք, մեծ ընտանիք երկուսս էլ երկու երեխա ենք եղել մեր ընտանիքներով մոտ, ես էլ մի հատ քույր ունեմ, կինս էլ մի հատ քույր ունի։ Elvi դրանից որ չգիտեմ տենց շատ քույր աղբեր չենք ունեցել, ուզեցել ենք ունենանք, չեմ կարող ասեմ, բայց երկուսը ոնց որ միշտ ուզեցել ենք։ Իրան մոտ էր ոնց որ բնական ոնց որ այդ մայրական ինստինկտը այդ շատ տենց շատ ուրիշ մակարդակի վրա է, էլի, ասենք որ նայում եմ ուրիշ մայրերի, չգիտեմ ոնց են իրանք երեխեքի հետ ոնց են զբաղվում երեխեքի հետ, ոնց են այդ ժամանակը ծախսում, ոնց են ներվայնանում կամ չներվայնանում, ու որ նայում Էլենին ասենք շատ ավելի հեշտ է այդ իրան տրված, չգիտեմ ինչի հետ է կապված, կարող է տենց տրվածա դրա համար շատ երեխա ունի կամ շատ երեխա ունի դրա համար տենց բան է տրվում, չգիտեմ որը որից հետ է անում, բայց իրա մոտ էդի շատ բան է, տենց բնական ոնց որ տենսն է ինքը, էդի շատ է մեզ օգնում, թե չէ ուրիշ բառագայում կգժվեինք երկուսս է։ Շատ հազվագյուտ երևույթ է, որ հայրը երեխաների հետ կապված վլոգ է վարում կամ էջ է վարում։ Շատ ավելի հաճախ տեսնում ենք մայրերին, այդ ավելի ակտուալ է։ Մայրիկներն են երեխաների հետ կապված էջը վարում, բայց որ հայրիկները երեխաների հետ կապված էջ վարեն, դա շատ հազվագյուտ հանդիպող երևույթ է։ Նախ ասա, երբ է սկսվել դա։ Որտեղ այստեղ է սկսել այդ վիդեոները նկարել, թե Հայաստանից արդեն նկարում էիր։ Հայաստանից ճիշտ որ ավելի շատ ոնց որ ես տենց շատ ակտիվ չեմ եղել Instagram-ում, բայց ինչ-որ պոստեր բան միշտ արել եմ, ոնց որ պոստեր, story-ներ, ինչ-որ reel-եր բան միշտ արել եմ։ Երեխեքին արել եմ, բայց ավելի քիչ, շատ ավելի քիչ, ու տենց խոսալով բան որնի չէ, ինչ-որ կարող է վիդեո նկարեմ, որ երեխեք Երևան, սենց, բայց այն որ իրանց բացեմ, իրանց հետ խոսան բան չէ։ Ու դաժե այս վերջերս մի հատ աղջիկ կա այստեղ մեծ ծանոթ, ով Հայաստանում ոնց որ իրանց մոտ կինս բաներ պատվիրել, տան տենց սղարան տան մեջ դնով, որ երեխեքի սենյակում դնում ենք, որ երեխեքը սղում են։ Ու ես տենց հատուկ ասել էի հանկարծ որ իրանք գան ուզենան նկարեն բան, հանկարծ երեխեքին կասես կադրի մեջ չլինեն բան, տենց ոնց որ իմ մոտ տաբու էր այդ Հայաստանը, որ տենց երեխեքը պետք է չլինեն, հանկարծ ոչ մեկ չտեսնի բան, խոսքի աշկով չտան չեմ անում ինչ բան։ Ու ես դա սա չէի հիշում, ոնց որ մոռացել էի։ Ու Էլինը այն օրը տենց ոնց որ խոսում ենք, ասում է աղջիկը ցես բան ասում, ես հիշում ես որ աբոն չէր թողում երեխեքին նկարենք, հիմա սաղոր ինքն է երեխեքին նկարում, ասում ոնց տես բան է եղել ուրիշ բան։ Ու տենց չգիտեմ, ավտոմատ տենց ստացվեց, երևի այստեղ ես ամենաշատը Ամերիկայից գոհ եմ ու շնորհակալ եմ նրա համար, որ ահա որ ես իմ ընտանիքին եմ կապել, ոնց որ Հայաստանում շատ ավելի քիչ ժամանակ է անցկացնում տանը, որովհետև շատ ավելի զբաղված էի դուրսը ոնց որ շատ ժամանակ էի ծախսում Հայաստանում, ասենք կարող է գայտուն երեխեք արդեն քնած էին, երեխեքը առավոտ շուտ գնում էին, ես հələ քնած էի, զարթում արդեն երեխեքը տունը չէին, սենց ոնց որ այստեղ լրիվ լայֆսթայլս փոխվել է ու ոնց որ ես եմ երեխին տանում բերում, իրանց հետ շատ ժամանակ եմ անցկացնում, իրանց հետ լիքը խոսում եմ բան ու ոնց որ տենց ավտոմատ է այդ ստացվել էլի, ոնց որ այդ բլոգը ոնց որ ես իմ մի մասն է այստեղ դարը Հայաստանում այդ տենց չէ, ոնց որ Հայաստանում ես առանձին էի, ոնց որ ընտանիքը առանձին էր, այստեղ ոնց որ այդ կապել է իրար ու այդ շատ ինձ դուր է գալի։ Որն էր այն առաջին վիդեոն, որ ռեյք ընկավ, որը քեզ ճանաչում բերեց, որը քեզ աուդիտորիա բերեց։ Հենց առաջի վիդեոն էր, որ երեխեքի հետ գցել եմ։ Այդ որն էր, ինչի մասին էր։ Այդ ավտոյի մեջ որ խոսում էինք, ոնց որ լրիվ հանգարցակի, այդպես տարբեր վիդեոներ էինք, տարբեր դեպի բաներ էինք նկարում, տարբեր ֆորմատներ ոնց որ նկարում գցում էի, արդեն որ ես չեմ Հայաստանից էլ ինչ որ պոստեր վարում եմ, գիտեի, չգիտեմ, ասենք ինչ որ բան եմ նկարում, գցում եմ, խոսքի չգիտեմ, 200 հոգի մարդ լայքում է, ստանդարտ ոնց որ էջ էր, սա իմ ծանոթներն էին, իմ ընկերներն էին, այն մարդիկ, ովքեր Հայաստանում մեր ընկերներն էին, այդտեղ մեզ կարոտում էին, ինչ որ նկարին են գցում, բան էին անում, տենց լայքում էին։ Այդ ամենաառաջի վիդեոն, որ ավտոյի մեջ խոսում ենք, ինչ որ երեխեքին ինչ որ հարցեր եմ տալի, լրիվ տենց պատական ինչ որ անկապ հարցեր եմ տալի։ Այդ ոնց որ տենց ռեկ ընկավ ու ոնց որ այդ աղջիկը ով որ մեր բաները ոնց որ մոնտաժ է անում, ասեց ոչ մի պետք է տենց բաները ուղարկեց, ասեց всё, վաղը ես նկարում ես ունես ջոգի, որ մի հատ առանձին մի հատ գործ է, վրեց որ պետք է այդ գործը պետք է անեմ, вообще պետք է ինձ պետք չի։
Հետո ոնց որ ժամանակի ընթացքում արդեն սովորեցի, որ այդ ամեն ինչը անելն ենք, որ ոնց որ ժամանակիդ շատ քիչ ժամանակ դրան տրամադրելով ոնց որ կարողանաս այդ ձեռը հետ անես, որը բնականաբար իր բաները տալիս է, ոնց որ ադաչան նույն Պտուղները տալիս է։ Ճանաչում են մարդիկ, արդեն երբ որ մարդիկ քեզ գիտեն ու իրանց ինչ որ մեկը քեզ խորհուրդ է տալի, որ պետքա իր տան դիզայնը անես, ընդհանրեն կամ ռեստորանի, ինչ որ դու գնում ես, նստում ես այդ մարդու հետ, ինչ որ բանակցության ու արդեն ինքը քեզ ճանաչում, արդեն գիտի Դու ես, հա, առաջի օրը խոսքի չեմ, բայց քեզ ոնց են ճանաչում, հա, այն աղջիկների papan, տենց են ճանաչում քեզ։ Հիմնական այս վերջերս ով ինձ հետ ծանոթանում է, այն որ առաջի բառը մենք բայց դեր աղջիկ է քեզ ինչ վերջն ու երկրորդը սաղի մոտ ոնց որ բաղալովն է, երկրորդ բառը, այն որ խոս բայց այս մեկը, ամեն մեկը ոնց որ բան ունի, իր favorite ունի, բայց այս սարուլիկը, բայց սոֆուլը, բայց չեմ sense ինչ որ ամեն մեկը տենց ասում է թե ում որտեվ շատ տարբեր են իրանք, ասենք 4-ներ, քան 5-ն էլ ինձ թվում է, վստահ եմ, շատ տարբեր են։ Ոնց որ ես շատ երեխեքով հասկացա, որ չես կարող երեխուն դաստիարակես փոխես։ Ինքը ծնվում է ինչ-որ մի տեսակի, ինչ-որ մի մարդ, ինչ-որ մի տեսակի մարդ է ինքը։ Կարաս իրան դրեսիրովկանես, այդ ոնց է այդ բառը, չգիտեմ, ոնց որ ինչ-որ բաներ, հա, վարժացնես, որ ինչ-որ բաներ չանի, ինչ-որ բաներ անի։ Բայց որին ես դեմ եմ, պետքա ինքը ոնց կա, տենց մեծանա, ինքը ոնց որ շատ տենց բան հստակ ինչ-որ տեսակ են մարդիկ ծնվում, հենց ամենափոքր ժամանակից այդ տեսակի երևում է։ Ինքը այդ տեսակն է, всё չես կարող այդ մարդուն փոխես։ Քո բարեկամների շրջան մենք մի քիչ տարօրինակ ազգ ենք, էլի, մենք շատ լավն ենք, բայց մենք նաև տարօրինակ ենք։ Քո բարեկամների կամ, չգիտեմ, ընկերների շրջապատում եղել են մարդիկ, որ ասեն, մեծ տղա ես, ինչով ես զբաղվում, ես ինչեր ես անում։ Այդպիսի բաներ ասեն քեզ կամ գոնե ականջիդ հասնի, որ մեկը այտենց բան է ասում։ Բարեկամների չէ ինձ թվում է, ես իմ տեսակով չգիտեմ, ինչ որ բան եմ, ունեմ տենց մոտիկ բարեկամների մասին այլ է խոսք, ունեմ տենց մոտիկ մարդիկ, ում ամենօրյա իմ ընտանիքն են, ու բարեկամների մեջ կան մարդիկ, ում շատ հազարից մեկ եմ տեսել, որ առիթներ պետք է լինի, որ տեսնեմ, ոնց որ այդ կապը պահող այդ տեսակից չեմ ես, դա շատ վատ է, բայց տենցն եմ հիմա։ Բարեկամների մեջ ով ինչքան բարեկամ ունեմ, բոլորը մենակ բան են, որ քանի որ մենք ստեղ ենք ու իրանք կարոտում են երեխեքին, մենակ բանն է, ոնց որ շատ քցի բան, ավելի ուրախ են, որ շատ տեսնում ուրախ են։ են։ Ընկերների մեջ եմ ինչ որ տենց բան նկատել են, որ խոսքը արලා մեծ մարդ է, սաղ բերետ ինչ ես անում։ Այդ տղամարդու գործա, որ դու անում ես, կասեն, չէ, կլինեն այդպիսիները, որ ասեն, լավ ընկերներ ունեմ, քարտու որ տենց Հայաստանից արලා եկը մարդ է, սաղ բերետ ինչ ես անում։ Այդպիսի կարծիքները քեզ կարող են կոտրել, թե դու այն մարդկանցից ես, որ ուղղակի լսում ես ու ուշադրություն չես դարձնում։ Չէ, այս կոմենտ մտնում, այն կոմենտ հելնում է, տենց անհնար է ինձ։ Չես ֆիքսում նման բաների վրա։ Որ վատ կոմենտ գրեն բան անհնար բան է, ինչ որ մի ձև կպնի էլի։ Ալբերտ իսկ այն պապաներից ես, այն որ ասում են, ես իմ աղջիկներին չեմ պսակելու։ Չէ, խի պսակելու են։ Դե շուտ ենք պսակելու, գնանք հանգստանանք ես ու կինս։ Չէ, իրանք երջանիկ լինեն անպայման ու միանշանակ պետք է ես ամեն ինչ անեմ որ լինեն ու տենց իմ մեջ էդի որոշված բանն է որ այդ որոշման վրա իրանց ոչ ես ոչ իրենց պետք է չազդենք, այսինքն իրանք պետք է իրանցով որոշվեն ու որոշում կայացնեն, թեկուզ սխալվեն, թեկուզ աստվածա չսխալվեն ու ճիշտ որոշում կայացնեն ու միշտ երջանիկ լինեն, բայց այդ այնց հարցը որ նույն իմն էլ քրոջս մոտ էլ ասենք մեր ընտանիքում այդ դրվածքը եղել է էլի որ ծնողը չպետք է խառնվի, այսինքն ես ում ընտրել եմ, քույրս ում ընտրել է, երբեք ոչ մի ձևի կոմենտ չի արվել ծնողներից կողմից, տենց պապաս մի անգամ ուղղակի քրոջս հարցրել է, որ հաստատ վստահ ես ինքն է, ասել է հա ու վсё։ Համաձայն ես նրա հետ, որ աղջկա ինքնագնահատականի գործում շատ կարևոր դեր ունի հայրը։ Ինքնագնահատականի ձևավորման գործում շատ կարևոր դեր ունի հայրը։ Վստահ եմ ու վստահ եմ նաև նրանում, որ ոնց որ հայրը աղջկան վերաբերվում է, հենց նույն ձև ինքը մարդ է մանգալի, ամուսին է մանգալի, ով իրան նույն ձև է։ Այսինքն այդ դառնում է իր ոնց որ բազովի մինիմումը, որ ոնց որ իրան իր papan է վերաբերվում, այտենց պետքա գոնե այդքան պետք է լավ վերաբերվի իր ամուսին, այսինքն ինքը եթե դրանից ավելի վատ վերաբերմունք ստացավ, ինքը այդ չի հանդուրժի ուղղակի, երբ որ ինքը սաղ կյանք չեմ 20 տարի, 25 տարի տեսել է իր հանդեպ ինչ-որ մի վերաբերմունք
ու ինքը դրանից վատին էլ անհնար է հանդուրժի։ Ինչ տենց է թվում ամեն դեպս։ Քեզ համար կարևոր է, որ դու քո աղջիկների համար լինես նաև ընկեր։ Հա, ինձ հաստատ, բայց ինձ ավելի կարևոր է որ կինս ավելի շատ իրանց ընկեր լինի, որտեվ մեծանալու հետ կապված լիքը հարցեր կան, որ մեկը աղջիկական, հա, մեկը իմ հետ չեն կիսվելու, մեկը ինձ չեն ասելու, չնայած հիմա ամեն ինչ ասում են, ամեն ինչ կիսվում են, բայց վստահ եմ հետո կլինի այդ բանը, դրա համար մեկը Էլենը իրանց համար շատ ավելի մոտիկ ընկեր է, ամեն ինչով Էլենի հետ կիսվում են, ասեն ոնց որ ես այդ առումով ինձ թվում է ճիշտ է կինը զբաղվի ոնց որ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Երեխեքը գիտակցում են դու ինչ ես անում։ Իրանք գիտակցում են, որ իրանք արդեն ճանաչված են, իրանք ճանաչում են կամ փողոցում երբևէ որ մոտենում են, իրենք ինչ արձագանք են տալիս։ Իրանք շատ ուրախանում են, ես դե այստեղ բնականաբար իրանք շատ ավելի քիչ մարդ է ճանաչում։ Ես իրանք ասեմ այ որ գնանք Հայաստան, ձեզ այնտեղ լիքը մարդ է ճանաչում բան։ Ոնց որ այդ պահը իրանք շատ է դուր գալի։ Մի անգամ այստեղ մի հատ արիթի են գնում գլենդել։ Ուրեմն տենց եսի ինչ եղավ տենց պրոբկի մեջ ընկանք ավոր ուշանում ենք, որ ժամից ավել ուշացել ենք, որ տենց ասում խայտարակ եղանք, հայավարի էլի ուշացանք, բան տենց ավտոյից որ ասում են, եկել ես պուտյուրս ես նայած ասում։ Պապա մենք ուշանում ենք, որտեվ մենք famous ենք, հա։ Երեխաներից քանիսն են այստեղ ծնվել։ Մեկը, մենակ տղես։ Մենակ տղադ է այստեղ ծնվել։ Իսկ լինում են օրեր, որ երեխաները չհամաձայնվեն նկարվեն քեզ հետ։ Լինում է որ ես չեմ համաձայնում, որտեվ միշտ իրանք են ասում, որ տենց գալիս եմ գործի չեմ հոգնած բան ուզում եմ որ տես մի կեշամ ձեն չլինի բան չլինի տենց որ մեկը գալիս է հերախոսը վեկալում է չեմ միկրոֆոն վեկալում արի գնանք վիդեո նկարենք արի իրանց համար ոնց որ դա խաղ է ահա դրա համար ասենք ցանկացած բարագայում իրանց այդ կայֆ է ոնց որ այդ իրանք ոնց որ խաղ են խաղում այդ նկարվելով դրա համար իրանց կայֆ է դրա համար իրանք սիրում են իրանք են ոնց որ ինձ հաստիպում ասում են արի գնանք նկարենք արի գնանք այս կարող է հակրվել մեկը գան ասեն արի գնանք վիդեո ենք նկարում բան է որ խոս Ինչ նկարենք չգիտեմ։ Իսկ թեմաները դու ինքդ ես ընտրում, թե դա լինում է պատահական, պահի ազդեցության տակ, ասենք ինչ որ մի հատ թեմա եկավ ու վրաց նկարում ես։ Թե նախորոք արդեն նստում ես, մշակում ես, ինչ պետք է նկարես, ինչի մասին պիտի խոսաս։ Չէ, տենց պայտակ ոնց է ստացվում, հա։ Ինձ թվում է որ տենց նստեմ, մշակեմ, մտածեմ, անկապ բան կստացվի, ոնց որ մի անգամ փորձեցի, որ այսօր լուրջ դեմքով նստեցի, ասեցի վիդեո նկարենք, ինչ նկարենք, տենց փորձեցի ինչ-որ բան գրեմ, հասկացա տենց անկապ ինչ-որ ոնց որ արհեստական բան է դառնում։ Ամեն էջ իր ասելիքն ունի։ Ինձ համար քո էջի ամենագլխավոր ասելիքը նա է, որ դու ցույց ես տալիս, թե ինչպիսին կարա լինի հոր եւ աղջիկների հետ հարաբերությունները։ Դե տղա դեռ փոքր է, դրա մասին չենք խոսում, որովհետեւ ինքը դեռ քո հերոսներից չի։ Աղջիկներն են քո հերոսները։ Ինձ համար դա է, ասելիքը դա է, որ դու ցույց ես տալիս, թե ինչպիսին կարա լինի հոր եւ աղջիկների հարաբերությունները։ Բայց քո կարծիքով, քո ամենագլխավոր ասելիքը քո էջում ո՞րն է։ Ինձ թվում է դա ասելիքը չի, ոնց որ այդ ավտոմատ ուղղակի տենց է ստացվել, որ ես իրանց Դե ես կողքից նայող մարդ եմ ասում։ Դու ինքդ ասա քո համար։ Ասելիք ավելի, որ ասել ինչի մասին է, ոնց որ այդ էջի ինչ ես ուզում, խես այդ ցաղանում ու ինչի համար ես ուզում։ Ինձ թվում է ավելի շատ իմաստը այն է, որ մարդիկ հասկանան, որ դժվար չի, այդ 5 երեխան այդքան է տենց բան չի, չի որ եթե իրանք մի հատ երեխա ունեն ու 5-ը դա չնես չէ որ 5 անգամ ավելի դժվար է կամ չգիտեմ եթե 2 երեն 4-ը դա 2 անգամ դժվար է չէ ասենք շատ ավելի նույն չեմ ծախսերի հետ կապված նույն ամեն ինչը նես չէ էլի որ տենց ասենք անգամ 5-ը ուղղակի այդ ինձ թվում է ավելի ասելիքերն է որ թեթև նայեն այդ ամեն ինչի թեթև տանեն այն մարդիկ ովքեր որ երկու երեխա ունեն ու երեխան չեմ կարա փնթիլնի կարա ճղած շարժորով լինի ոնց որ չներվեն հասկանան որ դա օքեյ է նորմալ է ու ավելի ոնց որ հասկանան որ հա շատ երեխան այդքան դժվար չի որ հանգիստ ցանկացած մարդով ունի մի երեխա կարա նաև ունենա 5 երեխա ոչ միտեղ բարդ բան չկա մի քիչ ավելի շատ ժամանակ պետք է բնականաբար շատ ավելի շատ պետք է ծախսես բնականաբար բայց հաստատ այդ արժի այն արդյունքը այն որ իրանք
ոչ թե մի երեխա մեծանում է 5, այդ իրանց շատ կօգնի վստահ եմ ապագայում։ Քո աղջիկներին մեծացնելիս բնավորության որ գիծն է, որ ուզում ես պարտադիր ձևավորվի իրանց մոտ, դասիրակության հարցում, որ բնավորության գիծն է, որ կարևորում ես, որ պիտի պապան տա աղջիկներին։ Իստում ամենակարևորը իմ համար այն կլինի, որ իրանք ինքնուրույն լինեն, այսինքն ոչ մի պարագայում իրանց կողակցից կախված չլինեն, կախվածություն չունենան։ Այսինքն ինքը իմանա, ինքը այնքան իր վրա վստահ լինի, որ ցանկացած որոշում կայացնելուց ինքը այդ որոշումը չկայացնի նրանից, թե ինքը ինչ-որ մեկից կախված է, թե կախված չէ։ Այսինքն ինքը 100%-անոց ինքնուրույն լինի։ Էդի ես եթե կարողանամ իմ 4 աղջկան տամ, որ իրանք սաղ կյանք իրանք տենց 100%-անոց ինքնուրույն զգան, ինձ թվում է այդ իրանք շատ կօգնի, չգիտեմ, ցանկացած պարագայում։ Տես դու ասում ես երեխաները ուզում են տեղափոխվեն Գլենդել, չեն հարմարվում այստեղ։ Քո կարծիքով ի՞նչն է պատճառը, որ իրանք ուզում են Գլենդել տեղափոխեն։ Մենք հիմա գնալու ենք երեխաներին դպրոցից վերցնենք բոլորով իրար հետ։ Ես իրանց էլ եմ այդ հարցը տալու, բայց քո կարծիքով ո՞րն է պատճառը։ Ես վստահ եմ, որ իրանց ընկերներն է պատճառը։ Իրանք այնտեղ 2 տարի դպրոց են սովորել ու լիքը ընկերներ ունեն, հայ ընկերները, ովքեր մինչև հիմա շարունակում են իրանց ինչ-որ արարքների հրավիրել, ինչ-որ ծնունդներ են գնում, իրանք են գալի ոնց որ տենց այդ ընկերությունը որ կա ու այդ իրանց ընկերների մեջ երեխեք կա, ոնց որ իրար հետ են սովորում։ Իրանք ուզում են ոնց որ գնան կապնեն այդ ընկերներին, ավելի շատ ընկերներն են, բայց մեկը ոնց որ Այստեղ, քանի որ ես ավելի քիչ եմ տանը լինում, ելեն նա իրանց այդ հիմնականում, ոնց որ ելին դժվար է այդ 5-ով դուրս գան, ինչ-որ գնան ման բան, իսկ Գլենդելում շատ ավելի հեշտ է այդ ամեն ինչը, որովհետև քաղաք կա ավելի մանգալու տեղ կա սենց, ոնց որ հայերը շատ են, շատ ավելի հեշտ է, շատ ավելի ապահով է, իրիկունը կարած դուրս գաս քայլես, մի խոսքով, այդ ոնց որ իրանք այնտեղ ավելի ազատ էին, հաստատ ինչ-որ ժամանակ հետո գնանք Գլենդել, որտեղ ես ուզեմ երեխեքը այնտեղ ոնց որ ավելի մեծանան, չգիտեմ։ Փոքր Հայաստանում մեծանան։ Գլենդելը բոլորիս համար փոքր Հայաստանն է, չէ՞։ Արդեն հասել ենք երեխեքի դպրոց, Ալբերտը գնացել է երեխեքի հետևից։ Ինչի չենք կարող մենք գնալ տեղ նկարել, որովհետև Միացյալ Նահանգներում չի թույլատրվում երեխաներին առանց ծնողների գիտակցության նկարել։ Դրա համար մենք կսպասենք այստեղ, մինչև Ալբերտը երեխաների հետ կգա, հետո մենք մի ուրիշ տեղում արդեն կնկարենք երեխաներին։ Դրեք պայուսակները, հեսա քո կոպի բարին վերցրու։ Չէ, տենց չես նստում, ինչի կոպի բարդ վերցրու։ Էդի կեղտոտ է բալը, դիր տունը կլվանաս հետո։ Սո, դե եկեք։ Սարայի կարանք չնկարենք, եթե չի ուզում։ Չես ուզում։ Ես only կանեմ, եթե դու էլի ինձ կապի բարա։ Okay, էլի քեզ կապի բարդ։ Կաշառեցինք, սեղանը։ Հանգիստ նկարի, կաշառեցինք։ Հեսա դուք բոլորդ անունները ասում եք, նայեք, դուք ինձ ասեցիք անունները ձեր։ Ես կադրից դուրս իմացա ձերան Սիրունա, դուրը տեկավ, հա։ Շատ ու շատ իրա տենց բանների հանդեպ։ Սիրուն ես։ Կադրից դուրս մենք ծանոթացել ենք արդեն։ Մեր հետևորդները ձեզ չեն ճանաչում։ Հիմա ուզում եմ, որ հերթով Միկրոֆոնը տալիս եմ, հերթով փոխանցեք իրար ու անունները ասեք։ Իմ անունը Միլանա, Անուլ, Սոֆի, Զարա, Կոպիվարա։ Հիմա ուզում եմ ձեզ մի հատ կարևոր հարց տամ։ Գիտեք չէ, ես ձեզ որտեղից գիտեմ։ Դուք պատկերացում ճիշտ է։ Ես ձեզ ասեմ, ձեզ շատ մարդիկ են հետևում ու բոլորը ձեզ շատ սիրել են։ Սիրով եք անում պապայի հետ այդ վիդեոները ու ամենաշատը ինչը չեք սիրում այդ վիդեոները նկարելուց։ Հերթով պատասխանեք։ Վիդեոները անում եմ, որտեվ ես սիրում եմ վիդեո սարքել ու մեզ հետո պապան մարոժնի է առնում։ Ասա չէ մի բան էլ ավել կա։ Ես սիրում եմ վիդեոները, որտեվ ես ուզում եմ famous լինեմ, պապան ինձ խաղալիք առնում։ Ես սիրում եմ վիդեոները, որտեվ սիրում եմ վիդեոները։ Ես սիրում եմ վիդեոները, մենակ որտեվ պապան ինձ մարոժնի է առնում։ Մարոժնի համար եք նկարվում, հա։ Ու խաղալիք։ Իսկ ավելի եթե լուրջ հարցնեմ ձեզ։
Ինչն եք սիրում այդ վիդեոների մեջ։ Այն հարցերը, որ papan տալիս, թե ուղակի որ papai հետ նկարվում եք։ Ամենաշատը ինչն եք սիրում։ Հետաքրքիր հարցերը papai, թե ուղակի papai հետ նկարվելը։ Պապայի հետ նկարվել։ Ես երկուսը սիրում եմ։ Պապայի հետ նկարվել։ Որտեվ mən չեմ սիրում, որտեվ մարուլնի չեք վերցնելու։ Երեխեք, ես գիտեմ, որ դուք բոլորդ ուզում եք գլենդել գնաք շատ։ Ճիշտ եմ իմանում։ Սարուլի չի ուզում։ Հավայի։ Հավայի։ Հավայի ես ուզում, Հավայի ես ու Արոնել ենք ուզում, չէ՞ Արո։ Ես գիտեմ, որ բոլորդ ուզում եք գլենդել գնանք, բայց ի՞նչն է պատճառը, որ ավելի շատ ուզում եք գլենդել գնանք։ Արի պատասխանը։ Ասա, Սարա, ինչի համար եք բոլորդ ուզում ամենաշատը գլենդել գնանք։ Չեմ ուզում գլենդել, ուզում եմ Հավայի։ Հա, դու Հավայի, լավ, քսե բարձր։ Արի դու։ Ինչի ես ուզում գլենդել գնաս ամենաշատը։ Որտեվ ես ուզում եմ գնամ իմ դպրոցը, որն դեղ արդեն կար։ Ահա։ Այնտեղ ընկերներ շատ ունես։ Իսկ կարոտում ես այն պահը, որ այնտեղ հայերը շատ են։ Հայ ընկերներ, Պաչտի չկա, հայեր չկան։ պաչտի։ Հա, հասկացա։ Իսկ այնտեղ ընկերներ ունես հայ։ Սիրում ես իրանց հետ խաղալ։ Հա, Իսկ դու ինչ ես ուզում գնալ գլենդել։ Որտեվ այդտեղ բոլորն են, որ ես սիրում եմ։ Ձեր բարեկամներն ու քո ընկերները։ Իսկ դու Որտեղ ամենտեղ որ մենք գնանք գլենդելու մա, ու մենք պետք է մի ժամ քշենք։ Ճիշտ է, տես, երեխեն ինչ լավ լոգիկայի Հավայի ես։ Հա, Հավայի, դու Հավայի ես գնում։ Իսկ որ գնաս Հավայի, մեզ կտանես քո հետ։ Չէ, տեղ չկա ինքնաթիռում։ Մենակ մամա ու պապա։ Դուք գլենդելուն որ ապրում էիք, դուրս էիք գալիս փողոց, ձեզ ճանաչում էին, չէ։ չէ, հələ ոչ։ Իսկ հիմա որ գնում եք գլենդել, դուրս եք գալիս, ճանաչում են։ Այդ ձեզ դուր է գալիս։ Մենակ Այն մյուսին ամենաշատն է դուր գալիս։ Ի՞նչն է դուր գալիս, որ ձեզ ճանաչում են։ Որ ես ուզում եմ շատ famous լինեմ, որ մեզ ծախ ճանաչեն։ Famous լինելու ամենալավ կողմը ո՞րն է։ Օրինակ famous որ լինում ես, ի՞նչն է լավ դրա մեջ։ Որ քեզ շատ people donate են անում ու դու rich կլինես։ Բայց դու չես կարծում, որ պետքա մարդիկ աշխատեն, որ rich լինեն։ Հա, բա մենք աշխատում ենք։ Սպասի։ Դուք papai վիդեոներում նկարվելու համար վարձատրվում եք։ Իսկ ի՞նչ է վաճառել։ Papan ձեզ փող է տալիս։ Չէ։ Մենակ մարոժնի առ։ Մաման համեցի տալիս։ Մաման $20։ Ում ես շոր առել։ Պապային, մաման արել։ Ու մենք է $20-ով Աբրամին birthday gift կառնենք, որտեվ հեսա իրո birthday-ն է։ Ու ես կան խաղալիք մարնելու։ Լավ, հիմա Կոնդս կանգնի։ ինձ ամենահետաքրքրող հարցը։ Դուք 4 քույրիկներ եք, չէ։ Պետք է։ Ուրախացել էիք, որ ապերիկ եք ունենալու։ Հա։ Ես ավելի շատ ուզում եի քույրիկ կամ ավտո։ Բայց Ավտո։ լավն է։ Ես ամենաշատ ուզում եի քույրիկ կամ ավտո, բայց դու քույրիկ ունես արդեն։ Տես ինչ։ Հա, էլի ես ուզում այդ հարցով papayin ու մամային դիմի։ Աբրամիկին ունենք։ Ես Ինչ եմ ուզում եմ նորից փետ, ասել։ Աբրամիկին չեմ Այդ ուզում։ փեթ հաուզում այդ Աբրամիկին ունեցանք։ Աբրամիկին չեմ ուզում։ Մեկը ավտո ուզում, մեկը փեթ։ Մեկը փեթասով դուք սխալ եք բերել ոնց որ։ Ավելի հեշտ էր ավտո առնենք ու փեթ բալես։ Triplets։ Ինչ ունենայիր։ Triplets, որ 3 հատ baby կես ունեմ։ Պետք կլներ արդեն մի քիչ շատ։ Այդ արդեն շատ կլինի։ Յոթ Մամա կլինի։ դու papat մեղք են։ Թողեք մի քիչ հանգստանա։ 7 էլ մենք էլ ձեր հետ ենք 7։ Ինձ կլինի 9։ Երեխեք, Սոֆուլը սարի։ այսօր գիտեք, ես տանելու եմ իմ Instagram-յան էջում, դնելու եմ ձեր վիդեոն։ Ու ես ուզում եմ, որ դուք ձեզ հետևող մարդկանց մի լավ բան ասեք։ Ինչ կուզեիք ասեիք այն մարդկանց, ով ձեզ նայում են ու շատ են սիրում ձեզ։ Ինչ կասեիք։
որ իրանք 10,000 times նայեն, որ մենք 1 million views ունենանք ու շատ պատարակներ ստանանք, որտեվ papan every 100,000 views մեզ պատարակ է առնում։ Okay, շատ լավ ցանկություն է, նորմալ ցանկություն է, չէ՞ երեխեքի համար։ Այո, ես էլ նման ցանկություն։ Դու ինչ ես ցանկանում։ Որ իրանք մեզ follow անեն։ Follow անեն, շատ follower-ներ ունենաք, չէ՞։ Բարես նորմալ կանգնի, գանց, նորմալ կանգնի, սիրտես։ Արի, դու ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում ասես այն մարդկանց, ովքեր քեզ նայում են ու ուրախանում են, որ ձեր վիդեոները տեսնում են։ Որ ինձ լիքը play-date-ներին տանեն, որ ես լիքը կոնֆետ ուտեմ։ Wow։ Սարա, դու Donating a baby. մենակ donate, բա ուրիշ բան չես ուզում Baby donate. I'm Իրանց donating a baby. Ահա, okay, Սարան լրիվ հաշվարկված է։ Սարայի մոտ ամեն ինչը հաշվարկված է։ Ավել խոսք չի։ Հա, ավել խոսք չի ասում, ամեն ինչը իր օգտին է։ Երեխեք, մենք ձեզ շատ ենք սիրում։ Մենք ձեզ շատ ենք սիրել։ Դուք շատ լավն եք։ Շարունակեք ձեր papai հետ այդ վիդեոները նկարել։ Ճիշտ է, մարդ չի լսում ինձ, բայց նավսակի խոսամ էլի։ Շարունակեք այդ վիդեոները ձեր papai հետ նկարել, որովհետև շատ սիրուն է ստացվում։ Բոլոր Ինքը միշտ գործ։ Պապա միշտ գործ ունի։ Պապա, ուրեմն այս երեխեքի հետ մի քիչ շատ նկարի վիդեո։ Երեխեքը սիրում են նկարվել։ Մենք էլ սիրում ենք երեխեքին տեսնել քեզ հետ միասին։ Ես սիրում եմ մարոշնի։ Սաղ բռնում ա։ Մարոժնի, ամեն ինչը մարոժնի հետ է կապված այսօր։ Առավոտ թե երեկո։ Երեկո երևի թե։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Փորձում եմ ժամանակին գալ։ Քո ամենամեծ թուլությունը։ Երեխեքս։ Կա մի բան, որ երբեք չես անի։ Կուզեմ։ Որ չանես։ Հա։ Կուզեմ Ինչ։ չէ դավաճանեմ ոչ մեկի։ Իմ սկզբունքներին։ Լավ միտքեր։ Ափսոսում եմ որ շարունակի։ Ափսոսում եմ, որ երբ որ Հայաստանում էի ապրում, երեխեքից հետ քիչ ժամանակ էի անցկացնում։ Նյարդայնանում եմ երբ։ Փորձում եմ չնյարդայնանամ։ Երջան- Երեխեքդ պետք է չնյարդայնանաս։ Երջանիկ եմ երբ։ Երբ որ երեխեքիս ու կնոջս հետ եմ։ Սիրում եմ երբ։ Էլի այդ նույն ժամանակը, երբ որ երջանիկ եմ։ Եվ ամենակարևոր հարցը՝ նկարագրիր հային մի բառով։ Ամենատաղանդավոր։ Ալբերտ, շնորհակալ եմ Ես քեզնից։ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ ժամանակիցդ մեզ տրամադրեցիր։ Ես միշտ ասում եմ, Միացյալ Նահանգներում ժամանակը շատ արագ է անցնում ու մարդիկ ազատ ժամանակ չունեն, երբ որ ունենում են այդ քո ասածի պես փորձում են իրենց ընտանիքների հետ անցկացնել։ Ես շնորհակալ եմ, որ դու քո ժամանակից տրամադրեցիր մեզ, շատ հրաշալի օր ենք անցկացրել, շատ հետաքրքիր զրուցակից էիր, այսօր շատ բան իմացանք։ Ես քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ, շատ խոսա այն մասին, որ դու ինտերիեր դիզայներ ես, շատ խոսա, թող բոլորն իմանան, որովհետև այդ մասնագիտությունը այսօր պահանջված մասնագիտություն է, ու դու կարող ես ավելի շատ գործ ունենալ։ Ես չեմ ասում դու գործ չունես, բայց կարող ես ավելի շատ գործ ունենալ։ Փորձեմ, մերսի շատ ձեզ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Գեղեցկությունը սկսվում է ճիշտ ընտրությունից։ Մեր գեղեցկության սրահում ձեզ սպասում են պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից ծառայություններ եւ անհատական մոտեցում։ Եկեք, թարմացեք եւ դարձեք ավելի ինքնավստահ ու ավելի գեղեցիկ։